Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Բարև ձեզ, տիկին նախարար։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ ձեր խիտ գրաֆիկի ժամանակ կտաք եւ մեզ հյուրընկալվեցիք։ Սիրով։ Տիկին նախարար, նախ սկսենք, թե շրջայցի ժամանակ բուժհաստատություններում շրջելիս ինչ արձանագրվեց։ Մենք առողջության ապահովագրության մեկնարկից արդեն 4-րդ ամիսն ենք ամփոփում եւ մեր այցերը ուղղված են, որպեսզի նախ գնահատենք արդյունքները, տեսնենք մեր քաղաքացիները ինչ արձագանքներ ունեն։ Շատ կարևոր է նաեւ բժիշկների եւ բուժանձնակազմի հետ անմիջական շփումները եւ այս ամենօրյա աշխատանքը թե հեռավար եւ թե հենց տեղում ծանոթանալու մեզ օգնեց, որ այս բարդ ռեֆորմը մենք բավական սահուն մեկնարկեցինք։ Այսօրվա իմ այցի նպատակը եւս դրանումն էր, որ նախ ծանոթանալ ինչպես են աշխատանքները ընթանում Գյումրի բժշկական կենտրոնում։ Մենք այսօր շրջայցի ընթացքում արձանագրեցինք, որ ակնաբուժական ծառայությունը ամբողջությամբ տեղափոխվել է, ընդլայնվել է, որովհետև հենց ապահովագրության շրջանակներում շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ հնարավորություն ունեն օգտվելու ծառայություններից։ Գյումրի բժշկական կենտրոնի մասին այսինքն։ Այո, այսինքն մենք ընդլայնել ենք այդ հնարավորությունները, նաև այցելեցի պոլիկլինիկաներ, այնտեղ էլ շատ կարևոր է հասկանալ մի կողմից ապահովագրությամբ սպասարկման ընթացքը եւ մյուս կողմից մենք հիմա շատ բուռն շինարարական process-ի մեջ ենք։ Այսօր մենք արդեն իսկ այցելեցինք Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի նոր վայրը, որ պիտի տեղափոխվեն, մինչև որ ամբողջապես շենքը կվերակառուցվի։ Փաստորեն այս հարցով սայլը տեղից շարժվել է արդեն։ Այո, բավական բարդ նախագիծ էր, որովհետև պատմամշակութային շենքի հետ գործ ունենք եւ մեր նպատակն է, որ այն վերականգնվի ամբողջ ծավալով եւ իր արժեքը պահպանելով, մյուս կողմից էլ լինի նորագույն պոլիկլինիկա։ Այս երկու խնդիրները պետք է միաժամանակ կարողանանք լուծել։ Արդեն մի 15-20 օրից տեղափոխման աշխատանքները կսկսեն, բայց կարևոր է, որ այս ընթացքում էլ մեր քաղաքացիները նոր վերանորոգված եւ լրիվ պատշաճ պայմաններում կսպասարկվեն, մինչեւ արդեն կունենանք ամբողջական նոր պոլիկլինիկա։ Այսինքն երկրորդ պոլիկլինիկայի աշխատանքները չեն կանգնելու, չեն դադարեցվելու, բուժառուներն էլ չեն տուժի։ Ամենևին եւ շատ ավելի լավ պայմաններում են սպասարկվելու եւ հաջորդիվ ուրեմն մեր նպատակն է, որ թե սարքերով հագեցման, թե այլ աշխատանքներով մենք չենք հապաղելու մինչեւ որ երկրորդ պոլիկլինիկան վերակառուցվի։ Ընթացքում կապահովենք ծառայությունների հասանելիությունը, դրանց որակը, մինչեւ որ արդեն կունենանք նոր շենքը, նոր հնարավորություններով։ Այցելեցի նաեւ մեր գյուղական համայնքների բուժամբուլատորիա, ասեմ, որ Շիրակում 2 ամբուլատորիաները արդեն իսկ բավական ավարտական փուլում են գտնվում եւ առաջիկայում դրանք արդեն ներքին հարդարման եւ հագեցման գործընթացով կանցնենք։ Այս ամբուլատորիաները լրիվ նոր տիպի են, նախագծված են համաձայն նոր կարիքի եւ մի կողմից շատ ծախսարդյունավետ են, որովհետև շենքը կառուցված է էներգախնայողության եւ բոլոր այս առումներով նոր լուծումներով եւ մյուս կողմից էլ հնարավորություն կտա, որ մեր բժիշկները լավագույն պայմաններում ապահովեն մեր քաղաքացիների բուժօգնությունը։ Շատ ողջունելի է, ինչ խոսք, որ գյուղական համայնքներում, բնակավայրերում հատկապես այդ բուժամբուլատորիաները արդեն շուտով կսկսեն գործել նորովի, բայց կան նաեւ գյուղական բնակավայրեր, որտեղ իսկապես խնդիր է այսօր։ Առաջնային խնդիր է բուժամբուլատորիա բուժկետ ասվածը, որտեղ նվազագույն պայմանները բացակայում են։ Այս մասով ինչ կասեք։ Դե հենց աշխատանքները դրան են ուղղված, որ որևէ բնակավայր չունենա անպատշաճ ամբուլատորիա, սա է մեր նպատակը եւ մենք գնում ենք այդ ճանապարհին ենք, առաջին 50-ը կհանձնենք, հաջորդ 50-ը եւ այդպես մինչեւ որ մեր բոլոր ամբուլատորիաները կլինեն նոր ստանդարտով կառուցված, հագեցած եւ բուժ անձնակազմը հնարավորություն կունենա այս պայմաններում աշխատել եւ մեր բնակչությունն էլ գոհունակ կլինի։
Պիտի ասեմ, որ միայն Շիրակի մարզում մեր կապիտալ ներդրումները, պորտֆելը այս պահին 8 միլիարդից ավել է։ Սա ահռելի մեծ գումար է եւ խոսում է նրա մասին, որ մի կողմից բժշկական կենտրոնը, ծննդատունը, պոլիկլինիկաները, բուժամբուլատորիաները ամբողջովին վերափոխվում են։ Իհարկե, մենք պիտի հասկանանք, որ մի կողմից աշխատում ենք, մյուս կողմից անընդհատ այս աշխատանքները շինարարական ընթանում են, ժամանակավոր անհարմարություններ լինում են, բայց նաև հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը, որովհետև ի վերջո ունենալու ենք լրիվ նոր պատկեր։ Այնուամենայնիվ խնդիրներն էլ առաջանում են հենց աշխատանքների ժամանակ։ Այո։ Անդրադառնանք կրկին ապահովագրության գործընթացին, արդեն 4 ամիս անցել է։ Ինչ ենք արձանագրել, արդյոք խնդիրներ եղել են, արդյոք այդ ձեր ասված սահունը իսկապես սահուն է եղել, թե այնուամենայնիվ ինչ-որ բարդություններ, խոչընդոտներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են հարթվել եւ արդեն հարթվել են։ Իհարկե ունեցել ենք խոչընդոտներ, իհարկե ունեցել ենք խնդիրներ, դրանք եղել են մեծ, փոքր խնդիրներ, տեխնիկական խնդիրներ, կոմունիկացիոն խնդիրներ, բայց պետք է պատկերացնենք, որ նման ահռելի մեծ բարեփոխումը այս չափ սահուն մեկնարկը իսկապես շատ մեծ ձեռքբերում է եղել մեզ համար, բայց մենք չենք կանգնում, սա հետևողական աշխատանք է պահանջում եւ պիտի մենք անընդհատ արձանագրելով, վերհանելով խնդիրները, դրանք լուծելով առաջ գնանք։ Երբ որ մենք տեսեք, հիմա կտեղափոխվենք այս նոր շենքը, լրիվ լավագույն պայմանները կլինի, բայց դեռ խնդիրներ շարունակելու են լինել, որովհետև կարիքներն են փոխվում, ակնկալիքներն են փոխվում եւ մենք պիտի միշտ մեր առջև դնենք այլ ավելի բարձր նշաձող, կարողանանք դրան հասնել եւ չխուսափենք խնդիրներից։ Առաջինը մենք նախ արձագանքող լինենք եւ ես նորից եմ ուզում ընդգծել, որ մեր բժիշկների հետ ամենօրյա կապն ու աշխատանքը միայն սա է եղել երաշխիքը, որ մենք կարողացել ենք 1.600.000 հոգու հունվարի 1-ից ծառայություններ տրամադրել։ Արդյունքները տպավորիչ են, ես նշեմ, որ վերջերս էինք հաշվետվություն ներկայացնում 100 օրվա կտրվածքով եւ 1.700.000 ապահովագրված անձ, 614.000 անձ, ովքեր օգտվել են ապահովագրությունից, սա 100 օրվա տվյալներն են։ Հազարավոր, տասնյակ հազարավոր փրկված կյանքեր, վիրահատություններ, դեղորայք, այն էլ սպասված վիրահատություններ։ Շատ երկար սպասված վիրահատություններ։ Այսօր նաև շրջելիս բաժանմունքում խոսում եմ տարեց կնոջ հետ, ով ասում է, որ տարիներով խնդիր է ունեցել ուրեմն շարժվելու, որովհետև էնդոպրոթեզավորման կարիք է եղել։ Այլ անձինք ներկայացնում են, որ աչքերի երկար ժամանակ տեսողության խնդիր են ունեցել, որ այսօր այդ ծառայությունը ստանալու հնարավորություն ունեն։ Իհարկե գոհունակությունը եւ դրական արձագանքները մեզ շատ ոգևորում են, բայց նաև հասկանում ենք, որ մենք ել ավելի պիտի լավացնենք, ել ավելի պիտի մարդակենտրոն դարձնենք, ծառայություններից օգտվելը ավելի պարզ ու հստակ դարձնենք։ Հաջորդ հարցս հետևյալն էր, ապահովագրությունը ինչ տվեց բուժարուներին մի կողմից եւ ինչ տվեց բուժաշխատողներին, բայց կարծես թե առաջի հատվածին դուք արդեն պատասխանեցիք։ Այնուամենայնիվ ինչ տվեց բուժաշխատողին այս ապահովագրությունը։ Նախ ամենակարևորը մեր բուժաշխատողը, երբ որ ունի լուծում քաղաքացու խնդրի, կարողանում է այդ լուծումը տրամադրել եւ սա ահռելի մեծ բեռի թեթևացում է։ Երբ որ բժիշկը պացիենտին ասում է, որ գիտես, այս վիրահատությունը քո կյանքը կփրկի կամ այս դեղորայքն է անհրաժեշտ, որ քրոնիկ վիճակի սրացում չունենանք, բայց անձը մենակ է մնում այդ ֆինանսական բեռի հետ, մեր բուժաշխատողն է կանգնում խնդրի առաջ։ Հաջորդիվ այսօր մենք ամփոփում էինք նաև աշխատավարձերի փոփոխությունը։ Այո, մեծամասամբ աշխատավարձերը դրականորեն աճել են։ Ունենք մի քանի մասնագիտություններ, որի մասով դեռ ունենք աշխատանք, խնդիրներ են առաջացել, որովհետև հոսք չունենք պացիենտների։ Եվ այստեղ էլ պիտի հասկանանք ինչպես ենք ուրեմն հավասարակշռում, ինչպես ենք կարողանում այս մասնագետներին ինչ որ մի մասին վերապրոֆիլավորել, ինչ որ մի մասով այլ լուծումներ գտնել եւ վստահորեն մենք բոլոր այս խնդիրները լուծելու ենք։ Տիկին նախարար, տեսեք, նեղ մասնագետի կարիք ունի մարզը։
Որովհետև նեղ մասնագետը աշխատում է մի քանի տեղ եւ սա արդեն խնդիր է առաջացնում բուժառուների մոտ։ Այս հարցով տարվում են աշխատանքներ։ Նախ նեղ մասնագետների եւ ընդհանուր առմամբ մասնագիտական հագեցման առումով մենք ունենք երկու շատ կարևոր ծրագիր։ Առաջինը նպատակային կրթական ծրագիրն է եւ Շիրակից հենց մեր ուսանողները կարող են ամբողջությամբ պետության փոխհատուցմամբ սովորել եւ հետո գալ հենց Շիրակի մարզ եւ այստեղ աշխատել 3 տարի երաշխավորված, սա շատ կարևոր ծրագիր է եւ ես ուրախ եմ, որ դիմելույությունը այս ծրագրին բավական աճել է եւ մենք տարվա ընթացքում ունենում ենք 50-ից ավել մասնագետներ, ովքեր որ դիմում են նպատակային օրդինատուրա եւ նպատակային կրթական ծրագրին։ Իհարկե, որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ մենք այս գործընթացով կրթական կանցնեն եւ կգան համալրելու նեղ մասնագիտական պահանջները։ Հաջորդիվ գործուղումներ ունենք եւ եթե մի մարզում ուրեմն ինչ որ մի նեղ մասնագետի խիստ կարիքը կա, կարողանում ենք ժամանակավոր գործուղել, բայց մի հանգամանք էլ կա։ Այսօր Երևան-Գյումրի ճանապարհը այնպեսինն է, որ ավելի հեշտ է երևի թե մասիվից բավականին կարճացել Երևանից հասնել Գյումրի, քան թե Էրեբունուց մասիվ կամ հակառակը, ես վստահեցնում եմ, որ սա էլ շատ մեծ նպաստելու է, որ մեր մասնագետները կարողանան գան, խորհրդատվություններ իրականացնեն եւ այս միջմարզային եւ Երևանի հետ կապը նման ճանապարհային հանգույցների շնորհիվ շատ ավելի հեշտ է լինելու։ Շարունակելով մասնագետների թեման եւ պոլիկլինիկաների միավորման թեման, առաջիկայում բնականաբար նախատեսում է այս ծրագրի շրջանակներում առաջին, երկրորդ պոլիկլինիկաները եւ Բեռլին պոլիկլինիկան կմեկտեղվեն մեկ հարկի ներքո։ Այստեղ արդեն մասնագետների շատ մասնագետներ կլինեն բնականաբար, ինչ է սպասվում նրանց։ Ասեմ, որ որևէ մասնագետ իր աշխատանքը չի կորցնելու, մեր բոլոր վերամիավորումների արդյունքում մենք ունենում ենք ճիշտ հակառակը, դրական արդյունք։ Ինչի՞, որովհետև նախ պայմաններն են լրիվ նորը լինելու։ Բացի դրանից, երբ որ մենք ունենում ենք միավորում, մենք անհարկի ծախսերը կրճատվում են եւ կարողանում ենք ել ավելի լավ աշխատավարձեր վճարել մեր բուժ անձնակազմին եւ նորից ուզում եմ վստահեցնել։ Մենք որևէ մասնագետի առանց աշխատանքի չենք թողելու, այլ կենտրոնանալու ենք ավելի մեծ շենքի մեջ, նեղ մասնագետների ապահովմամբ, ընտանեկան բժիշկներն ու այլ բուժաշխատողներն էլ շարունակելու են սպասարկել իրենց կցագրված անձանց։ Հակառակը, մենք ունենք ժամերի երկարացման հարց։ Այսօր մեր քաղաքացիները օրինակ կարիք ունեն, որ մինչև ժամը 9-ը եւս կարողանան դիմեն առաջնային օղակ եւ այստեղ էլ դիմելույության աճին համահունչ հակառակը մենք պիտի այդ հնարավորությունները ընդլայնենք եւ ոչ թե ինչ որ բան կրճատենք։ Այո, կրկին ուզում եմ անդրադառնալ ապահովագրությանը եւ խոսել դրա հետ կապված ռիսկի գործոնների մասին։ Արկա են այսօր եւ ինչ է ձեռնարկվում այդ ուղղությամբ, այդ գործոնները նվազեցնելու կամ վերացնելու ուղղությամբ։ Իհարկե, ապահովագրական համակարգը շատ բարդ եւ բազմաշերտ համակարգ է եւ մենք շատ աչալուրջ ենք եւ հետեւողական ենք, որ թե ծառայությունների անհարկի օգտագործում չլինի, թե ֆինանսական միջոցների խնդիր չունենանք, թե մեր քաղաքացիների գոհունակությունը մշտապես բարձր լինի, այսինքն սա ամենօրյա եւ բազմա կոմպոնենտ աշխատանք է, որպեսզի մենք ունենանք զարգացում, որ այն ճիշտ եւ դրական մեկնարկը, որ տվել ենք, նպաստի, որ հաջորդիվ ել ավելի մեր քաղաքացիները գոհունակ լինեն։ Տիկին Ավանեսյան, առաջիկայում Շիրակի մարզի առողջապահական ոլորտի հետ կապված ինչպիսի նոր ծրագրեր ունենք։ Դե նշեցի, տեսեք, մի կողմից անում ենք միլիարդավոր դրամների ներդրումներ, մյուս կողմից անում ենք մասնագիտական վերապատրաստումներ եւ այդ ծառայությունները հասանելի են դարձնում։ Դրանք արդեն արկա են այդ ծրագրերը։ Այո, նախատեսվելիքները։ Սրանց շարունակականությունն է եւ բժշկական օգնության հասանելիությունն ու որակը ապահովելու ճանապարհը սա է։ Ապահովել ենթակառուցվածքներ,
մասնագիտական հատվածի անընդհատ վերապատրաստումներ եւ իհարկե այս ծառայությունները հասանելի դարձնել մեր քաղաքացիներին։ 2027 թվականից մեր ապահովագրական համակարգը ել ավելի է ընդլայնվելու, ներառվելու են արդեն բոլոր աշխատողները անկախ աշխատավարձի չափից, ներառվելու են տաքսի ծառայություններում աշխատող վարորդները եւ սա էլ շատ կարեւոր փոփոխություններ մենք վերջերս համալրեցինք օրենքը այս նոր փոփոխությամբ, կարողանալու ենք նաեւ ապահովագրել մեր փոխկապակցված անձանց, այսինքն ծնողները օրինակ ուսանողներին կարող են ապահովագրել եւ այսպես պիտի մինչեւ 2028 թվականը բոլոր քաղաքացիները արդեն ներառված լինեն ապահովագրական համակարգում։ Եղավ, շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ Մեդիֆոյի տաղավարում այսօր հյուրընկալել էինք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Եղեք առողջ, Մեդինֆոն էր եթերում։